գտես։ Ես է իր այդ քաղի, որտեղ ես չեմ դեմ չեմ դրա համար, հաճելի է։ Ասա։ Ընդհանրապես ես բանջարչիկն եմ, որտեղ ես չեմ իրատնից բերել, թե գողացել է եւ երկրորդը դա ուսուցչի գործը չէ, որ քննարկել այդ հարցը։ Իսկ չեք կարծում, որ ուսուցիչը նաև պատասխանատու է ոչ միայն ուսուցանելու համար, այլ նաև երեխաների վարքային դրսևորումների։ Լավ են պահում, վատ են պահում, բարի են, չար են, օգնում են, թե չէ։ Պետք է մտքի մասին բան անեմ, բայց պետք չի, որ սխալ բաների վրա նկատողից կանոնից։ Ոնց որ ասեն ինքը քաղեն բան պետք չի, ուղղակի ապագայի համար պետք է ասեն, որ պետք չի առանց հարցնելու կամ մտրագի դարձնել կամ հենց կանոնով։ Ասա Սամվել։ նորմալ հարցներ, խնդրել, մի քանի հատ կանխեցնել, իրանք գտնում են, որ ասել, ես եմ եղան կոմպլեքս են համակարգում ենք, կամ երկրորդ երեխաներիցն, կամ դասացիներից ինժեներից հետ ուտեք։ Հիմա չէին ասել, Ուսուցչի ասա։ ու համեն պետք չէ չխայնանալ տնօրենի մոտ, որովհետև կարելի է ուղղակի բացատրել, որ այդ արարքը ճիշտ չի, որովհետև եթե խփեն, գոր դրան բոլորի մոտ ասեն, որ էսի վատա, էսի էսի չանես, իրանք ինքը ավելի ինձ թվում է Չարանը։ Կարող եմ ու հաշվի առնենք, որ ինքը երեխայի հարցներն ու չմտածեցին, որ այդ ամիջը ողություն կհավարվի, հանգիստ վերցրեց, որովհետև ծառից իջքան մի կանելը այդ գողություն չի համարվում, այդ շատ սխալ է դեզ անվանել։ Ես կարծում եմ նաև հաշվի առնել, որ ինքը փոքր է, ինքը հենց հասուն մարդ չի, որ այդ ամիջը կարծել իր հոգեբանության վրա։ 6 տարեկան է, չէ՞։ 6 տարեկան ով է զսել բան չեր անում։ Այո։ Մեկը մտածել հետո ինչ կլիներ։ Ես կարծում եմ, եթե ես ուսուցիչ ու իմ աշակերտը համ ուշացած գար դասին, համ էլ տանձերով, երևի ես դե կբարկանայի, կբացատրեի եւ դե մեր մեջ կթողեի եւ կասեի, եթե երկրորդ անգամ էլ կրկնվի, դե արդեն առանց տնօրենի չէր լինի հարցը։ Պետք է զգուշացնենք, որ մյուս անգամ էլ չկրկնվեր։ Կարծիքով, որ ոտիով խփել է տնօրենը, ավելի շատ ինքն էր դրանից ավելի վատ դառնում, քան թե տղան որ տանձեր կողմը։ Շատ հետաքրքիր բաներ են խոսում, ասա։ Օրինակ, որ Սամուելը ասած կարար ինքը հարցներ ու իրան հաստատ կտային, ու կարծիքով տենց են ճիշտ չէ լինի, որովհետև հաստատ որ մենք էլ լինենք այդ տղայի տեղը չենք գնալու մրգի համար հարցնենք այն ծառից միրգ քաղենք, տանենք դասարաններից։ Ընդհանրապես կարելի է ուղղակի վերցնել, ու եթե դու ինքդ քո մեջ համարում ես, որ դու ճիշտ ես արել, ու դու ազնիվորեն ասում ես ինչը ճիշտ է, ու չես խափում, ասում տանից են վերև կամ ինչ-որ ինչ տենց խափես, ինքը ճիշտ է արել, որ վերցնել է ու տարել է, բայց ինքը չի կարա համարվի գող, որովհետև ինքը այդ ցանկապատից դուրս է եղել ու այդքան դաժան պատժի ինքը բաժանի չէր էլի։ Թեմայի հետ կապված եք խոսում, ասա։ Ուզում ասեի, դե նույն բանն է ուզում ասեի, որ իսկականից իմ մոտ էլ է իրականության բաները, որ ուղղակի հարցնել այդ բային ամենալավ որոշումը կարծում հաստատ, որ մենք փոխը լինեին, ինչ-որ մեծ մարդուց, ասեն, պատյասնեք դուք եք այդ մարդու տեղը, ձեր մոտ մեծ այգի կա, այդտեղ ուջու երեխաներ, ես մեկան մի քանի տանձ վերցնեն, դուք կասեիք, չէ, այդ իմ տանձն է, չէ, կտայք հաստատ։ Ինքը հաշվի առնում եք 6 տարեկան էր, էլի, Մերժելիս թվում է անհնար չէ։ Չի հասկանում, որ փոքր երեխա է 6 տարեկան։ Կարող է հանկարծ հասկացել է, բայց վերջ-վերջը փոքր է ու չպիտի է ձեր բաժեր։ Հա, տրամաբանում է։ Դա ամենից է։ Լավ, ապրեք, անցնենք առաջ երեխեք այդ հարցի, ուզում ես Ճիշտ ասեց, դա ավելի շատ տնօրենի սխալն է, դա մանկական անկեղծություն է։ Երեխան տենց է մտածել իր մանուկ հասակում, դրա համար տնօրենը պետք է մի քիչ ավելի ճիշտ մտածել, որ եթե անգամ ինքն լիներ դրա տեղում, նույնիսկ մտածել, քան ուտել մանկական անկեղծություն։
Էլի դպրոցից հետո էի կարող էի քաղել թե Ասա։ Գովազդ է եթերում։ Կամ էլ վատ եւ չար ուսուցիչների, խիստ ուսուցիչների ակտար։ Լավ։ Ասա։ Ասա, Մարիամ։ Լսեցիք Մարիամի ասածը։ Նորից կասես։ Ահա, այդ օրը դպրոց չէիր գնա։ Ահա։ Եթե հաջորդ օրը որ անցնացի չես գնացա, հաջորդ օրը կարին չէ նկատողություն տան, որտեղ երևում է որ դու չես եկել։ Դե Իսկ եթե ինքը արդեն դասի չգնար, եթե նորը մի հատ տան խաղելու համար տենց է պատճել, բա դասից փախնելու համար ոնց կպատճել։ Ասա։ Ինքը նշանակում տղայի խոսքը ես չգողացա տանձերը, այլ արարեցի նրան։ Մի հատ էլ ասեմ, ես չգողացա տանձերը, այլ արարեցի, արարեց ստեղծել։ Ասա։ Նրա համար այդ ասում, քանի որ այդ տանձերը տանձ դեռ չեղած ժամանակ էր նա տեսել, նա տեսնում էր, թե ոնց են տերևները թափում, ոնց է բողբոջաճում, ոնց է մեծանում, ոնց է հասունանում, եւ դա ինձ թվում է գողություն պետք չի համարում։ Ասա։ Ինձ թվում է, որ նա չի արվել այդ տանձերը, որովհետև ինքը պրոստը իրան ուղղակի նայում էր, երևի դաժե տանձերը վախից ավելի դանդաղեցին էր աճել։ Լավ, էլի հետաքրքիր դիք է։ Ով է Ես ինքը շատ է պայքարեցում, այասս նայելա, ոնց այդ ժամից տեսնա, պայքարելա, ոնց համարելա, որ գողություն չի, Չէ, բայց ինչ-որ մի գողանալ է պարիսպից դուս պարիսպի մեջ տես բան, էդի գողություն չի։ Պրոստը կարնես ասես, օրինակ, այս մարդը այդ բանի տերն է, օրինակ, կարս գնաս ասես, ես տեսել եմ ձեր տանձերը, շատ հավանել եմ։ Հետո եթե ինքը կես թողի, կարս գնաս հանգից վերցես, որ էդի պրոստը բան չի, գողություն չի համարում, միր քախ։ Այո, բայց տեսեք, եղեք, այստեղ այնքան հետաքրքիր է ներկայացնում բանաստեղծական մասը, որ ասում է արարել էի։ Ամենասկզբից ստեղծման, սկզբից, բողբոջից, ծաղիկից, հասունացման այդ ընթացքից ամբողջ ինքը տեսել է։ Սա տեսնել եւ այս ամեն ինչը ապրել, լրիվ ուրիշ է, եւ ուղղակի միտքը վերցնել լրիվ ուրիշ է։ Համաձայն եք, չէ՞։ Ասա։ Նույնիսկ տեսնում այդ տանձերի տերը ամենով չէր տեսնում այդ տանձերը, քանի Այդ ընթացքը չէր տեսել եւ 6 տարեկան երեխայի համար ինչքան սիրուն էր, ինչքան հետաքրքիր էր այս ընթացքը տեսնել, թե ինչպես է ծաղիկից հասունացած տան ստացվում։ Եվ այս ընթացքը տեսնելուց հետո ինքը ինչ որտեղ համարում էր, որ դա իրեն է նայել։ Այո, ապրել էր դրանց հետ, ապրել էր այդ ընթացքը։ նույնիսկ ինքն էր ասում, որ 6 տարեկանի համար այդ շատ պարտաճանաչ բան է, էլի, որ տենց պայքար է դրա համար։ Ու ինքը միշտ ասում էր, որ բանը, նրանք ինն են, եթե ես հասնեմ իրանց, իսկն կարողանա վերցնել։ Լավ։ Ահա, ասա։ Տղան շատ հուզվեց, լաց եղավ, երբ նրան ընդհանրապես անվանել էին գող։ Վերևից այս հարցը ես բացեմ, տեսեք վերջում տեսանք, որ ինքը այդքան պատժից չէր նեղվել, որ իրեն մտակել էին, այլ այո, տիտակից, որ իրեն կպցրեցին, որ իրեն համարեցին գող, որ իրեն չհավատացին, բայց փորձենք հլգուկ մեկնաբանել, ինչու ինքը իր վրա դա ավելի շատ ազդեց, քան ֆիզիկական ծեծը, ֆիզիկական բնությունը, ասա։ Իմ կարծիքով
որովհետև բանը ինքը ավելի շատ ցած ստացավ նրանից, ինքը շատ վստահ էր, որ ինքը ճիշտ է, համ ինքը ճիշտ ասեց, ու տենց ոնց որ վատ բան եղավ իր հետ, էլի։ Ինքը ճիշտ բայց նրան ասում գող։ Ինքն մտածել որ ինքը դա մեջը արարել է ու իրեն ծողում ասում է որ ինքը գողացել է։ Վիրավորական է, չէ՞։ Չէ, բայց 6 տարեկան երեխան ասել գող, դա ինչ անհասկանալի է։ Ինչու՞։ Որովհետև եթե օրինակ տանձես կողացի դրա գողությունը ոչ միրգը ընդամենը կարաս կամ դասից հետո հավաքես կամ մի քիչ հետո կամ էլ երկար դասի միջոցին, բայց այ որ 6 տարեկան երեխան ասել որ ինքը գող է, դա չես կարող պատկերացնել։ Մարիասա ինձ թվում է որ այդ փոքր 6 տարեկանից իրեն ասում են գող է ինքը ինձ թվում է ապագայում ինքը կմտածի որ ինքը իրոքից գող է ու արդեն ավելի շատ արարել կարա անի իր համար այդքան փոքր հասակից որ իրեն են ասում ինձ թվում է այդ ամենասխալ Հոգեբանորեն 6 տարեկան երեխային բրդության ենթարկել ու կարծես այդ ամենասխալ բանն է, որովհետև հետագայում այդ ամեն ինչը իր վրա շատ մեծ հետ կատարելու ու երբեք չի մնալու այդ տարիքից բան։ Եվ մենք տեսակ, չէ, որ տեքստի սկզբում ուղղածը իր ասածը արդեն մեծահասակ էր, որ պատմում էր պատմությունը։ Եվ ինքը իր այո, դա ազդել է իր վրա, չէ՞։ Ազդել է դա իր վրա եւ նա ուզում է որ պարտադիր է նորենը կանթա է սամերն եւ իմանա է։ Եվ ինքը ուզում էր ուրեմն ինքը չէր մոռացել այդ ամեն ինչը, չէր մոռացել, ինքը իր մեջ էր պահում ու ուզում էր արտահայտել ինքը հիշեց։ Ասա։ Նրան մնացին գող, բայց ինքը ուզում էր որ ինչպես լավ լինի, ինքը ուզում էր որ տանձերը տեսնեին նրա աչքերով։ Այ շատ հետաքրքիր էր։ Իսկապես ինքը ինչի համար էր բերել դասան, որ Այն ինքն էր տեսնում, ուզում էր այնպես տեսնեին, ինչպես իր դասերացնել։ Ասա։ Նա ներվել էր, որ դրանց առաջ ինքն իրեն գող չէր համարում, դրանց մանկական մտածելակերպով ինքը չէր կարողանում հասկանալ ինչ նախնդիրը, ինչ նախարարը, որ իրեն անվանեցին գող, մեկը ինքը իր սխալը չէր կարողանում գտնել։ Լավ է։ Իմ կարծիքով իրան որ ինքը մտածում էր որ ինքը գող է, իրան այդ ամեն ինչին իր տնօրենն էր դպրոցի մեղավոր, իր ուսուցիչն էր մեղավոր, որտեղ իրանք տղային անվանում էին գող մի բանի պատճառով, որի պատճառով որ հաստատ 6 տարեկան երեխային չեն անվանում, ու իմ կարծիքով ինքը դրանից էր նեղում ու շատ սխալ է ուսուցչի ու տնօրենի վերաբերմունքը, իսկ հիմա շատ սխալ վարվեցին տղայի հետ, 6 տարեկան տղայի հետ, իսկ հիմա ավելի լավ էր բացատրել, հասկացնել, չնայած դեռ ինչ-որ լուրջ բաներ չկար, ուղղակի տղան ինչ-որ ձև, չգիտեմ, ուզում էր շատ էր ուզում տանձ ու որոշեց թաղի, չմտածեց, որ դա ինչ-որ լուրջ գողություն կլինի։ Ասա։ Բայց վստահ եմ, որ դրա համար է տենց ոնց ասեմ, նորենը տենց չար, որտեղ ես վստահ եմ, որ ամեն մի դպրոցում, даже ամենակոպիտ, այդտեղ հաստատ կասին, լավ երեխա է, հիմա արիլը չի հասկացել, ու կասին, լավ, այդ չտեսնից է, չան ու կծողին, այդ հատուկ արկացի համար է, էլի եքյատի, երևի։ Հա, հետաքրքիր է, ապոսեք երեխեք, ասեք։ Նաև ես չեմ հասկանում ինչի նրան չհարցրեցիք, ինչի էր Չլսեցին։ լսեցին նրան, ինքը կարող է ինչ-որ պատճառ ուներ, ուզում էր կիսվել ընկերների հետ իր զգացողություններով, ոնց որ ցույց տար այդ ամենը, ու իրան ոչ մեկ նրան չհարցրեց, մի բան լավ էլ մտրակեց այդ տնօրենը։ Բայց իրականում այդ տնօրենը տենց շատ թույլ չէ, բայց շատ ուժեղ էլ չէր հարվածում նրան։ Հա, քան այդ տղան ավելի շատ հուզվում էր այն պատճառով, որ Նրան անվանել էին գող։ նրան անվանել էին գող եւ բայց նա շատ ուզում էր Որ իրեն չէին հասկացել։ Դրա համար էր ավելի շատ Օրինակ իրավունք։ պատկերացրեք դուք լինեիք այդ տղայի փոխարեն
դուք տեսնեք այդ տանձերը ոնց էին աճում ամենա որ տնկած վարդանից, ցած չհամբերեք ու սպասեք երբեք այդ տանձերը վերցնելու եւ ուտեք։ Եվ գայք դասարան, բերեք տանձերը եւ ձեզ մտրակեն եւ գողանկանեք։ Դուք ոնց կզգաք ձեզ։ Ես պրոստը սավակից գնենք ու դուր կբացենք գնենք։ Վերջս Ասա։ Ես կազդել էի, որ ինձ գողեն արանում, ես ինքան բայ սպասել բանում արել։ Ու միշլովից է այդ տարիքում չեմ կարող պատասխանել, ոնց որ ես շատ ուզ էի ստել։ Ես վիրավորվեի, իրանց ասացից, որտեղ օրինակ այդքան որ սպասել են, իրանք ինձ ասում են գող։ Եթե միշտ վիրավորական եթե օրինակ ես նստել եմ սպասել եմ այդ տանձին մինչև վերջ, որ հետո վերցնեմ գնամ դասրեմ ընկերներիս ու ես այդ նորմալ չի ընդունի, որ այդքան սպասածս ես հետո իզուր անցնի։ Ոչ թե որ այդքան սպասել իսկ իրան վիրավորեցին, այլ թե որտեղ ինքը ուզում էր լավ բան անել, ուզում էր կիսվել իր ընկերների հետ, դասատուի հետ, բայց իրան անվանեցին գող, բայց ինքը լավ բան էր։ Իրեն չհասկացա։ Հա, ասեք, հա։ Եթե ես ունեի 6 տարեկան ու ինձ անվանեին գող, ես երևի կհավատալու ես գողան, որտեղ ես շատ փոքր եմ դարձել։ Դեռ մեր ուղեղը ամբողջությամբ հասունացած Ուսուցիչը միշտ իրանց համար ճիշտ ասում ու եթե ասում որ ինքը գողա, երեխան համարում է որ ինքը գող է։ Ասա։ Արտեմ։ Լավ։ Ծնողներին ասած ու վերջ։ Ես եք ասած ոչ թե որտեղ ծնողները միշտ ստավում են։ Փաստորեն շատ բան է փոխվել Սարյանի ժամանակમાં։ չէի կարա անընդհատ ուրիշ դպրոց տեղափոխել։ Բայց էդի որ առաջ որը դες հասկացամ, բայց հիմա որ այդպես լիներ, դե պետք չի գնա այդպես նստել դատավոր դատի տենց ման։ Այդպես ապրես։ Այդպես էլա լավ, բոլորը այդպես ամեն մեկի լինում է, այդպես լինում է։ Արկածը ամբողջական դարձավ, չէ՞ իքերտ։ Լավ, կավա անցնենք այլ հարցից խոսենք։ Հա։ Ով հետաքրքիր հարցն է։ Ասա։ Իսկ ինչ եք կարծում, ավելի ճիշտ կլներ խոսքերով բացատրել երեխա։ Ճիշտ է, որ իրան մտրակել էին, ծեծել էին ու սաղի դեմը կարելի ասել խայտարակին արել։ Թե ավելի ճիշտ կլներ, որ ուղղակի խոսքերով ասեին ու գներ ասեին արել։ Ոչ թե նրանից վերցնեն գոտի, հապերին չլսեն երեխուն միջև վերջ ինքնին չլսեն։ Վստահ բան ուներ իր մեջ, որ ուզում էր արտահայտել։ Կամ ինչը բացատրություն, որ ինքը գնացել է ուշացել է դասից, ոչ թե պետք է բնեն։ Կարելի է բացատրել 6 դասարանցիա։ 6-րդ դասարանցիա։ Բայց մենք քանի որ շատ ժամանակ չունենք, ես գիտեք ինչ մի հարց կուզեի ձեզ տալ։ Ինչ տվեց ձեզ տեքստը, ինչ սովորեցրեց ձեզ, ինչ դուք վերցրեցիք, որ ձեր կյանքում պետք է դակ օգտագործեք, ուզեք, որ մի բան դուք սովորեցիք, ուզեք, որ դա փոխանցեք նաև մեզ։ Ասա Ժասմին։ Ես տեքստը կարդալուց հասկացա, որ երբեմն մարդու սովորական խոսքերը ավելի մեծ դեր են թողում քեզ մեջ, քան սովորական արարքները։ Հա, քան սովորական արարքներ կամ նույն այդ նորենի գոտիով ծեծածը։ Ինձ թվում է ճիշտ է, բառերով պետք է բացատրես, պետք է ամեն մեկի հետ փորձես լեզու գտնել, բայց սովորական մի բառը, որը քո համար ուղղակի բառ է, կարող է շատ մեծ վերք թողել մարդու ապագայի վրա։ Բայց ասա։ Չի կարելի բոլորը խայտարականել, մասերական պետք է առանձնացնել ու
Հասան եւ ազնվությունը մարդու մեջ ամենակարևոր արժեքն է կարծիքով։ Լինում են դեպքեր, որ այդ ճշմարտությունը կարող է քեզ վնասել, բայց եթե դու այդ ամեն ինչի իմանալով դու ասում ես ճշմարտությունը, ինձ թվում է այդ ամենաճիշտ բանն է։ Սամուել Ես հասկացա, որ ինքն է դասուի դասից խաղում է։ Սարգիս ջան կխոսես։ Որոնց դեպքը բարդ դեր բարելես, որ չանցած գորալով բացատրես, ասեմ թե առաջին անգամ չի հասկանում, նորից բացատրես, ոչ թե գորալ որտեղ ունես։ Ինչ պետք է մարդը պետք է բարի բաց։ Պետք է փոխել բառերի լեզու գտնել, կարողանալ հարցնել խոսքերով, ինչքան հնարավոր է կոպիտ ասած բռնության չի ենթարկել, կարողանաս ուզածը բացատրել խոսքերով, որպեսզի այդ մարդը հասկանա, բայց միևնույն ժամանակ որ չազդվի քո խոսքերից։ Բաներ ասա։ Ինչ է լինի, ամենաճիշտը ճշմարտությունը, ինչ է լինի, պետք է միշտ ճշմարտությունը ասես։ Սուտ չհորիչես էլի։ Ասա։ Ուղղակի բոլորն են ասում, որ նույնիսկ եթե ամեն ինչ քո վրա ջարդում, եթե դու երեխայ ես, դու չպիտի մեզին հակաճարես, նույնիսկ եթե ինքը սխալ է։ Հա, որ պատմվածում ես պետք չի այդպես Չէ, այս չի կարելի պատասխանել մեզին։ Բայց եթե պետք է պատասխանես քո։ Հա, դες կարելի է, բայց կարծում եմ դե ինքն պատասխան։ Ես համաձայն եմ քեզ, իհարկե չի կարելի։ Պետք է բարեկիրթ լինես, բայց երբ դու ունես ասելիք, ես քեզ խորհուրդ կտամ, երբ դու ունես ասելիք, երբ դու քեզ ինչ որտեղ լավ չես զգացել, անպայման պետք է արտահայտվել։ Եվ եթե մեծը քեզ չի հասկանում, այստեղ ավելի շատ մեծի խնդիրն է ոչ թե քո ոչ ճիշտ պահվածքը։ Ես այստեղ պետք է ասել դուր լինեմ, որտեղ իրավունք կա, որ ես չունեմ, որ իրան ասես օգիտ պատասխան։ Օրինակ, եթե ինձ հետ այդպես բաներ, ես ասացի ամեն ինչ շտկել, որ իմ մեջ այդպես վատ հիշողություն չմնար, իմ մեջ լավ հիշողություն է։ Ասա։ Ասա։ Իմ կարծիքով, որ դու ջղայնանում ես մարդու վրա, այդ գոռում ես, այդ մարդը կենտրոնանում է այդ ջղայնանալու, գոռալու վրա։ Իսկ դա ճիշտ չի։ Կա ասելիք տեքստի գաղափարի հետ։ Տանայք։ Իմ կարծիքով պատմվածքի գլխավոր գաղափարը այն է, որ պատմվածքը սովորեցնում է ազնվություն, սեփական սխալներ ընդունելու կարևորությունը ու խղճի ձայնի լսելու կարողությունը այն մասական պարության մեջ, որը բարոյական ուղերձ է բացել։ Բացի նրանից, որ պետք է բացատրել խոսքերով, այլ ոչ թե ֆիզիկական այդ գործողություններով, նաև պետք է հասկանալ, որ երեխայի մեջ ամեն ասածը մնում է մինչև խորը ծերություն։ Երեխաները բոլորը հիշում են, մարդիկ բոլորը հիշում են, ինչ է եղել իրանց հետ փոքր ժամանակում, թե ոնց են իրեն անվանել ու բան։ Պետք է զգույշ լինել խոսքերի մեջ, որ չվիրավորել այնպես, որ հիշի Ես մի հարց ունեմ, ընկեր Տաթև, էլի գաղափարի հետ է կապված։ Ինչու տղան տնորենի սենյակում կերավ մնացած 4 տանձերը։ Ինչու կերավ։ Պահել է։ Նորենը հասկացավ, որ ինքը ուզում է ինչ-որ բան ասել, դրամայել Մինչև տնորենի գալը կերավ։ կարող է հասկանալ կերավ, որտեղ հասկացավ, որ մեկը իրեն վատ անելու, էլ ինչի պահի կոնը ուտի, որ այդ Գոնե մի քիչ լավ լինի։ մի քիչ, հա, ոնց ասեմ, Ես սումա, որ տնորենը չվերցներ ես բան տանձեր։ Արժանի չէր, չէ։ Էգոն ասում են, մերնում ես գոնե սոված, տենց ուշտ։ Ասա տնաս։ Ինքը միջև սխալը չդրեց ու ոչ միջև վերջ հասվի, որտեղ այսքան ինքը իր կարծիքի ինչ դրա մասին չփոխեց, ինքը իր
բաց կաց, որ իրան գող ասեցին, բայց չմտածեց, չմտածեց, որ ինքը գող է, ինքը մտածեց, որ ինքը ճիշտ է, ու դրա համար ինչ չպիտի էլ մնացած է։ Ես ուզեի իմ կարծիքով ինքը ափսոսած, որ կարող է տնօրենը վերցնի ու դե այդքան աճել էր այդ տանձերը, ինքը որոշեց ուտի, որ հետո տնօրենը վերցնի, ինքը չափսոս այդ տանձերի համար։ Ես կուզեի լրացնել Անահիտին, լրացնիչը իմ տեսանկյունից ասեի, նա կարող է 6-ից երեխա լինի, որ համաձայն չլինի Անահիտի մտքի հետ, որ միշտ մնում է իր հիշողության մեջ, մենակ ես էլ եմ համաձայն, 6 տարեկանը արդեն դու հասկանում ես ամեն ինչ, կարողանում ես վերլուծել, քո մեջ կարողանում ես հասկանալ ինչի ինչ է, ասենք օրինակ եթե տղան փոքր լիներ, այդ ժամանակ կարելի էր աչք փակել այդ ամեն ինչի վրա, որտեղ հաստատ տղան որ մեծանար, չէր հիշելու այդ ամենը, բայց քանի որ արդեն տղան 6 տարեկան էր ու կարողանում էր հասկանալ պահի լրջությունը ու հասկանալ ապագայում ինչ կարող էր անել դրանով, ինչ հետ կմնար իր սրտում, այդ ամենը, դրանով արդեն մի փոքր վատ կողմով այդ ամեն ինչը։ Իմ կարծիքով երեխայի մեջ մնում են մենակ այն հիշողությունները, որոնք իրեն ինչ-որ բան են, ինչ-որ էմոցիա են պատճառում, այսինքն այդ երեխան ինչ-որ բան լսելուց, այդ խոսքը լսելուց ինչ-որ բան է զգում, ու դրանք մնում են իր մեջ, դրանք են միայն մնում։ Լավ, այսքանով երևի վերջացնենք ընկեր Արմինե, որովհետև